Հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, գործարար Ալիքի եթերում տեխնոլոգիական 5 շաբթի հաղորդաշարն է, որը արվում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ԱՏԶՄ-ի հետ համագործակցությամբ։ Ես ԱՏԶՄ փոխտնօրեն Էդիտա Ղազարյանն եմ, այսօր կվարեմ այս հաղորդումը։ Ինչ հյուրերն են այսօր Data.Art ընկերության ներկայացուցիչները, Data.Art Կովկասյան կլաստերի, Data.Art Հայաստան եւ Data.Art Վրաստան ավագ փոխնախագահ Արսեն Բաղդասարյանը եւ Իշխան Մարգարյանը, Data.Art ընկերության փոխտնօրեն եւ ՄՌԿ ղեկավար։ Ողջույն, շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալություն հրավերքի համար։ Շնորհակալություն Էզիտա ջան հրավերքի համար։ Ես միանգամից հարցս տամ, շատ հետաքրքիր է Data.Art-ը ինքը համարվում է խոշորագույն տեխնոլոգիական գործատուներից մեկը այսպայն Հայաստանի, բավականին ագրեսիվ այսպես մտավ մեր շուկա 2019 թվականից, բացեց իր դռները Հայաստանում եւ այս պայն նաև խոշորագույն հարկատուներից մեկն է, այս ոլորտի top 20-ի մեջ է մտնում։ Կուզեմ մի փոքր պատմեք Data.Art-ի համաշխարհային, Data.Art-ի մասին եւ նաեւ անցումով թե ինչպես ստացվեց, որ որոշվեց բացել Data.Art-ը Հայաստանում, այնուհետև նաեւ Վրաստանում, գիտեմ։ Մի փոքր դրանից խոսենք։ Շատ լավ։ Փորձեմ բավականին կարճ ներկայացնեմ ոնց եղավ այդ պատմությունը։ Այո, Data.Art-ը այսօր աշխարհում, եթե վերցնում ենք գլոբալ Data.Art, բավականին մեծ դեր ունի service եւ solution մատակարարող տրամադրող կամպանիաների ցանկում, կարելի ասել top 10-ի մեջ ենք մենք աշխարհում։ Ի սկզբանե գաղափարը որտեղից ծնվեց։ Նենց չի, որ գաղափարը այնտենց ինչ-որ օդից ընկավ, ես որոշեցի տենց Data.Art։ Սկսվեց նրանից, որ ամենաառաջինը սկսվեց ընկերությունից։ Ինչ պատճառներով, պայմաններով ելնելով ես ծանոթացա Data.Art-ի նախագահի եւ նաեւ իրանց C-level ղեկավարների հետ եւ այդտեղից գաղափար ծնվեց իրանց հետ խոսելուց հետո հասկանալով թե Data.Art-ը ինչ է իրանից ներկայացնում, ինչ շատ դուր եկավ այդ կազմակերպությունը, իր culture-ը եւ իր մոտեցումները, հասկացա, որ դա ինձ շատ հոգեհարազատ է եւ ասացի, որ Data.Art-ը պետք է նաեւ Հայաստանում լինի։ Իմ համար դրեցի նպատակ։ Բնական է այդ նպատակին հասնելը բավականին դժվար էր, որովհետեւ ամենաառաջի հարցը, երբ որ տենց խոսում ենք տեխնոլոգիաների մասին, Հայաստան, IT, շատ ցենց մի տեսակ էին վերաբերվում այդ ամեն ինչին, ասում էին, հա, մենք կներեք, որ այդքան լավ չենք ներկայացրած եղել տարիների ընթացքում, բայց հայաստանյան IT-ն դա ձևավորվել է դեռ 1960-ական թվականներից, սկսված Մերգելյանի ինստիտուտից, հետո մաթեմատիկական, ասենք, այդ մեծ ներդրումները եւ կարելի ասել եղել է 3-4 այդ post-սովետական հանրապետություններից, որտեղ որ խելքի եւ տեխնոլոգիային վերաբերվում են լուրջ։ Այո, մենք Հայաստանում չունենք նավթ, չունենք գազ, չունենք բնական ռեսուրսներ, եւ մեզ ինչ էր մնում, հայերեն ասած, զոր տալ խելքին։ Եվ այդ զոր տալ խելքինին կարողացանք սկսել այդ բանը։ Ծանոթանալուց հետո մի քանի հրավերներ եղավ իմ կողմից, մեր ընկերները Global Data.Art-ից եկան Հայաստան, ես ծանոթացրեցի իրանց էկոհամակարգի հետ, թե ինչ տեխնոլոգիական գիգանտներ կարելի ասել կային Հայաստանում եւ ինչքանով են իրանք լավ զգում Հայաստանում, որտեղ բիզնեսի համար դա շատ կարեւոր է։ Բիզնես միջավայրը, ընդհանուր ասենք ոնց է զարգացած եւ բանով։ Եվ այդտեղից սկսեց ոնց որ սկզբից ընկերանալը, ընկերությունը եւ դրանից հետո արդեն բիզնես նպատակները։ Data.Art-ը մի հատ յուրահատուկ տենց բան ունի, հատկություն, որ իրան չի հետաքրքրում ավելի շատ
ոնց է տարածաշրջանում կամ երկրում ինչ-որ մի բան է զարգանում, ավելի շատ իրան հետաքրքրում է, որ կոնկրետ ինչ-որ միտեղ, որտեղ որ ինքը ներկայանալու է, ունենա վստահելի մարդ։ Դա ամենակարևորն է։ Ցանկացած հարցում ես էլ եմ տենց մոտենում այդ հարցին։ Եվ այդ գնալ գալուց ես գնացի, այցելեցի, ասենք Նյու Յորք, հետո այցելեցի Սանտ Պետերբուրգ, այն ժամանակ դեռ մենք ունեինք Ռուսաստանում օֆիսներ, ու ձևավորվեց տենց ընկերություն, որը որ հետո դառավ արդեն բիզնես։ Դա տևեց մոտավորապես 2 տարի։ Ի սկզբանե իմ գաղափարախոսությունը նա էր, որ պետք չէ Հայաստանը դիտարկել որպես էժան աշխատաուժի տեղ։ Հայաստանը պետք է դիտարկել որպես երկիր, որտեղ որ տեխնոլոգիաները այնքան են զարգացած, որ այդ զարգացած տեխնոլոգիաների ոլորտում մասնագետները այնքան են հմուտ, որոնք որ կարող են լուծել բարդ խնդիրներ։ Եվ ի սկզբանե գաղափարը դրված էր դա։ Հա, այդ գաղափարի շուրջ մոտավորապես 2 տարի մենք աշխատեցինք, բայց 2 տարի հետո ընկերությունը դարձավ նաև բիզնես, որը որ բացվեց դատարկ Հայաստան 2019 թվականին։ Շատ լավ։ Իսկ ինչով է հենց հայկական դատարտը յուրահատուկ մյուս դատարտերի հետ, ինչով է տարբերվում։ Ինձ թվում է այդ հարցին կպատասխանի իշխանը շատ լավ։ Նախքան պատասխանել այդ հարցին ուզում եմ 2 բառով հավելեմ Արսենի պատասխանին։ Հետաքրքիր էր, որ երբ որ մենք 2019 թվականին շատ պատահական հանդիպեցինք Արսենի հետ, մենք իրականում տենց լեգենդներ افռում, որ մենք իրար շատ շուտոնից ճանաչում ենք, հա մանկության ընկերներ ենք, մանկության ընկերներ ենք, տարիքային բաներ ինչ-որ բայց իրականում շատ պատահական ենք հանդիպել, երկար պատմությունն է, չեմ ուզում ծանրաբեռնեմ հիմա եթերը, ու պատահական հանդիպման ժամանակ մենք նստեցինք ու զրուցեցինք ու հիշում եմ, որ Արսենը ասեց մենք բավականին լուրջ ամբիցիա ունենք, պետքա մի տարվա ընթացքում 30 հոգի մարդներ գրավենք, 60 հստակ թիվը հիշում եմ, հա, հստակ թիվը հիշում եմ 30։ Ու ես եմ որ սենց շատ լավ, հա 30 վաճի, ու մտքումս սենց ասեմ ուրախանում եմ, էլի, ասեմ, բայց մի վարքյան թե ամեն ինչ են հենց ոնց որ ինքը պատմա ու դատարտը իրոք ու ես միջև այդ արդեն մի հատ սենց իմ որոնումները արել էի, հասկացել եմ որ դատարտը բավականին լավ բրենդ է, գունավոր, պոզիտիվ եւ միջազգային ու արդեն սենց գնացել էի այն միտումը, որ Արսենը հեսա ասելու է, որ մեզ մի 150 հոգի մարդապետ մի տարվա ընթացքում թևերս քշտել էի արդեն, որ Արսենը ասեց 30 հոգի, ասեն հա, իհարկե մենք կարող ենք 30 հոգի, արդյունքում մենք այդ տարի ունեցանք 2019 թվականը փակեցինք 70 հոգով, որովհետև իրոք կազմակերպությունը ամբողջ պոտենցիալ ուներ ու մենք էլ օրնի բուն ուժ եռանդենք ներդրել ամեն մի հարցազրույցի մեջ ու առաջին 100-120 հոգուն ես ու Արսենն ենք հարցազրույց արել անձամբ, այո, անձամբ։ Ես մի հատ լրացում անեմ, մենք մի տարվա ընթացքում իշխանի հետ միասին արել ենք մոտավորապես 1000 հարցազրույց 1000 ժամ հարցազրույց 1000 ժամ հարցազրույց որտեղից որ մենք այդ իշխանի ասած 70 մասնագետին արդեն ընտրել ենք շատ դժվար է այդ որ շատ էներգիա է տամ ես ինքս հարցազրույցներ որ արել եմ գիտեմ այդ ինչ դժվար գործ է ու հատկապես գտնելը վերջո այդ մարդուն համոզվածներ որ չես սխալվել ընտրությանդ մեջ մենք ճիշտ ասած այս հարցազրույցները մենք պատրաստում էինք մարդկանց երևի ոչ թե պատրաստում էինք, այլ փորձում էինք գտնել այն մարդկանց, որոնք որ պատրաստ կլինեն կիսեն մեր հետ այն արժեքները, որը որ ունենք դատարտում։ Իսկ արժեքներից ամենակարևորը մեր համար այդ ժամանակ այդն էր, որ մարդու մեջ ուզում էին գտնենք այդ թասիբը, որ Հայաստանում նոր բան սկսելու թասիբ, եռանդուժ, ցանկություն, որ մարդ ուզենար ինչ որ մեր հետ քայլեր այս ճանապարհը, որտեղ գիտենք որ 4 հոգուց կազմակերպություն սկսելը այդ կատակ չի, էլի, այդ բավականին լուրջ էր ու մենք ունեինք այդ էներգիան ու ամբիցիան ու մենք գտանք այդ 70 հոգուն, ով որ մեր հետ միասին այդ ամբիցիան կիսում էր ու շատ հետաքրքիր պատմություններ կա դրա հետ կապված, անդրադառնալով այն հարցին թե ինչով է դատարկ Հայաստանը ունիկալ,
ոնց Արսենը շատ արդարացիորեն նշեց, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը դա մարդկային ռեսուրսն է։ Եվ ես կասեմ, որ մարդկային ռեսուրսով որ դատարկ Հայաստանն այդքան ունիկալ է։ Եթե մենք ավելի գործառնական տեսանկյունից նայենք, այդ ամեն ինչին ավելի sense ոնց որ գետնի վրա նայենք, շատ տարբերվում է Հայաստանի մարդկային ռեսուրսը հենց անգլերեն իմացությամբ, շատ տարբերվում է հենց այսպես կոչված soft skill-երով կամ փափուկ հմտությունների առկայությամբ, շատ տարբերվում է պատրաստակամությամբ եւ աշխատասիրությամբ, հա։ Դիցուք մենք ունենք մասնաճյուղեր նաեւ Լեհաստանում, ունենք նաեւ եվրոպական այլ երկրներում եւ ինձ թվում է ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Եվրոպայում մարդիկ սովորաբար աշխատում են սենց 9-ից 5-ը, ու երբ որ 5-ը գալիս է, արդեն ասեմ վերջերս չեմ աշխատում։ Հայաստանում մարդիկ այդպես սովոր չեն աշխատել։ Հայաստանում մարդիկ ավելի ճկուն են սովոր աշխատել, բայց միաժամանակ, եթե փաստացի ժամերով նայենք, մենք բոլորը շատ ենք ավելի աշխատում, ու այդ դրանով իսկ մի քիչ ավելի առանձնանում ենք մեր մնացած լոկացիաներից արտադրողականության վրա, այսինքն կարողանում եք օրինակ համեմատել Հայաստանի արտադրողականությունը մյուս երկրների ինչ-որ տենց մետրիկաներ կա դատարտում։ Մենք տենց չենք համեմատում, որովհետև մենք ունենք որոշակի սպეციფիկա, որովհետև դատարտի թիմերը հիմնականում իրանք խառը թիմեր են, այսինքն որոշ մարդիկ նույն product-ի վրա աշխատելով կարան լինեն եւ Հայաստանից եւ Լեհաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եւ դրա համար մենք այդ արտադրողականության մետրիկաներ չենք հաշվում, բայց դրա հետ մեկտեղ ստանում ենք շատ հետադարձ կապ մեր աշխատակիցների վերաբերյալ, որոնք որ հենց դրան են վերաբերում, որ շատ լավ փափուկ հմտություններ ունեն, շատ լավ անգլերեն են խոսում եւ շատ պատրաստական են, շատ աշխատասեր են։ Եվ դա մեր համար կարծեմ մեծագույն նվաճումներից մեկն է։ Շատ լավ։ Իսկ եթե ունեք այն մարդկանց պատմենք դատարտը ինչ է, ովքեր որ այդքան է տեխնոլոգիական ոլորտից չեն, մենք գործարար ալիքում ենք, հա, մեզ շատ գործարարներ են նաև լսում այլ ոլորտներից, մի նախադասությամբ կամ երկու նախադասությամբ կասեք, ինչով է զբաղվում դատարտը ընդհանրապես։ Մի նախադասությամբ ինքը երկուսով ես։ Դա ուրիշ լիքը հարցեր կա, որ կուզեմ հասնել։ Ցանկացած խնդիր, որը որ վերաբերվում է տեխնոլոգիական ոլորտում եւ բիզնեսին, դատարտը պատրաստ է թվայնացնել եւ իրագործել, որը որ կհեշտացնի բիզնեսի կյանքը եւ կնպաստի նրան, որ բիզնեսը ավելի արդյունավետ աշխատի։ Դա մի նախադասությամբ։ Շատ ավելի խորացված դատարտը ես միշտ կատակով ասում եմ, ամբողջ աշխարհում ինչ հնարավորին ոլորտ կա, ներգրավված է, բացի միկրոէլեկտրոնիկայի ոլորտից, ինչի եմ ես դա կատակով ասում, որովհետև մինչև դատարտը 20 տարի եղել եմ այդ ոլորտում։ Դատարտը իր մոտեցումներով, իր ծրագրային լուծումներով, խորհուրդներով բիզնեսին տրամադրում է սկսած ռիթեյլից վերջացրած կյանքի վերաբերվող, ասենք, medical ոլորտում, travel-ում, չգիտեմ, ֆինանսական ոլորտում, ինչ որտեղ առողջապահությունում, ինչ որտեղ նաև betting-ում, մի խոսքով, բացի միկրոէլեկտրոնիկայից, ցանկացած ռազմաարդյունաբերությունից, այդտեղ մենք նո ռազմաարդյունաբերությունում մի քիչ դա երկակի է, որը որ մենք փորձում ենք ավելի տենց շատ բան չանել, բայց այդ ամբողջ նշած ոլորտներում մենք ունենք մեր լուրջ կոմպետենցիան։ Իսկ Հայաստանում կան հաճախորդներ Հայաստանից։ Կան, քանի որ մենք ունենք NDA, իրանություն ենք կան, որովհետև օրինակ դատարկ Հայաստանը եղել է առաջի ունիկալ լոկացիան ամբողջ դատարկում, որտեղ որ R&D-ն եւ նաեւ բիզնեսը համալրված է եղել, բիզնեսը ինչ նկատի ունեմ, որ ինքը կարող էր հանդիսանալ նաեւ որպես sales center, որտեղից որ համալրել հաճախորդներին։
Եվ մենք ունենք, Հայաստանում ունենք հաճախորդներ։ Շատ հաճելի է, որ նաև Հայաստանից կան։ Լուրջ անուններ են, կներեք, բայց անունները չեմ կարող նշել։ Նայեք, դատարանը անձամբ հենց դու Արսեն ջան, այն օրինակներից է, երբ հայկական Հայաստանից, այսպես ասած, ղեկավարում են նաև այլ մասնաճյուղեր, օրինակ Վրաստանը, գաղտնիք չի, որ այն քիչ բարձր տեխնոլոգիաները այն քիչ ոլորտներից են, որը բավականին ավելի առաջ է Հայաստանում, քան Վրաստանում, ու ես հպարտությամբ հետևում եմ, որ մեր հայ ձեռներեցները, ձեռնարկատերերը նաև ղեկավարում են վրացական մասնաճյուղեր, իրենց հետ կիսվում են փորձով, մենք ինքներս միասին գնացել էինք Վրաստան, այս վերջերս տարել էինք մեծ պատվիրակություն ԱՏԶՄ-ից եւ մեր գործընկերներին փորձում ենք կիսվենք այն ամենով, ինչով հնարավոր է, բավականին ինձ թվում է հայերը այդ առումով ձեռ մեկնող ազգ են եւ ինչ-որ լավ բան իմանում են, ուզում են անպայման այդ փորձով կիսվեն։ Ինձ հետաքրքիր է ձեր փորձառությունը վրացական կողմի հետ, քանի որ դու փաստացի նաև ղեկավարում ես վրացական մասնաճյուղ դատարկ Վրաստան։ Հիմա Հայաստանում ունեք մոտ 350 կարծեմ աշխատակից, բավականին էլի տպավորիչ թիվ է, ու հետաքրքիր է ոնց նաև այդ միտքը առաջացավ նաև Վրաստանում բացել, ու որ դուք հենց հայերը պետք է ղեկավարեն այդ վրացական մասնաճյուղը։ Շատ լավ հարց է, տեսեք Էդիտա ջան, այստեղ խնդիրը ոչ թե գալիս էր նրանից, թե որ մենք պետք է ղեկավարենք, այլ խնդիրը գալիս էր նրանից, որ մենք հաջողեցինք Հայաստանում եւ Հայաստանի кейսը թույլ տվեց մեզ դատարանի ստրուկտուրայի մասին մի թեթև ասեմ, որ մեր մոտ management style-ը ինքը flat է։ Ու այդտեղ տենց ղեկավար, չղեկավար, տենց ինչ-որ գաղափարներ չկան, էլի։ Ավելի շատ գոյություն ունի խորհուրդ տարբեր հարցերին վերաբերող։ Խորհուրդ 1, խորհուրդ 2, խորհուրդ 3, որտեղ որ մարդիկ գալիս են գաղափարներով եւ խորհրդի անդամները որոշում են այդ գաղափարը կյանքի կոչել թե չէ, փորձել այդ գաղափարով առաջ գնալ թե չէ։ Ես ու իշխանը ես հպարտությամբ կարամ ասեմ, որ բավականին կարճ ժամանակում մենք կարողացանք հաջողել Հայաստանում եւ նաեւ մեր պարտներներին Global Data-ում ցույց տալ, որ մենք տեսեք, ինչ ասում էինք, արեցինք։ Հələ մի բան էլ ավել։ Ու հիմա կարելի է ընդլայնվել։ Ընդլայնվելու ուր տարածաշրջան, չասեմ, ոնց ենք շրջապատված եւ ովքեր են մեր հարևանները այն ժամանակ որոշեցինք մուտք գործել Վրաստան։ Այդ որոշումը եղավ այն ժամանակ, երբ որ դեռ կոവിഡ്ը չկար, որոշումը կայացվեց, կոവിഡ്ը սկսվեց։ Բայց դա չհանդիսացավ պատճառ, որ մենք այդ որոշումը չեղարկենք։ Ընդհակառակը դա challenge էր, ու մենք սկսեցինք այդ աշխատանքը ընդեղի հետ remote, որը որ շատ բարդ էր։ Իշխանը ես հիշում եմ, սենց մեկ նայում էի, մազերը բիզ-բիզ։ Միշտ մա բիզ-բիզ ամնացել։ Ու մեզ վստահեցին Հայաստանի սկսեսից հետո, ասցին շատ լավ։ Եվ գնացինք Վրաստան։ Ու ասեմ այսօր բավականին մեծ հաջողություններ ունենք Վրաստանում, մոտավորապես 200-ից ավել աշխատող ունենք այնտեղ։ Չեմ կարող ասեմ նույն culture-ն է, նույն աշխատավոճն է, ամեն երկիր իր սպეციფիկան ունի, բայց կարողանում ենք աշխատել եւ հետնել միասին նաեւ նույն Վրաստանի էկոսիստեմայում բավականին լուրջ դերակատարություն ունենալ։ Մենք երբ որ Վրաստանում էինք, դա զգացինք, որ ինքը այնտեղի ամենամեծ խոշոր ընկերություններից է, ազդեցիկ։ Կուզեմ մի փոքր խոսենք նաեւ ձեր տեսլականի մասին էլ դատարանի, որտեվ ու ոչ միայն դատարանի, հենց ձեր անձնական, որտեվ ոնց որ ասացիք շուտ բանից եք այս ոլորտում ու նույն Արսենը այն մարդկանցից է, որ ես տեսնում եմ, որ
տարբեր խորհրդի որպես մեր խորհրդի անդամ ներկայացնում ես ԱՏԶՄ տարբեր աշխատանքային խմբերում եւ ունես քո ասելիքը ընդհանուր Հայաստանի զարգացման տեսանկյունից ու հենց բարձր տեխնոլոգիական ոլորտի դերը Հայաստանում երկար պայքարել ես, ինձ թվում է, որ մեր ոլորտին շատ ավելի կարևոր են մեր ոլորտը, ու ես կուզեմ ասեմ, հարցնեմ ինչու ես կարծում, որ այս ոլորտը ու նաև իշխանի կարծիքը կուզեմ ստեղ լսել, կարևոր է, միշտ ասում ենք ռազմավարական նշանակության ոլորտ, հա, ինչու է այդպես։ Եթե իհարկե այդպես ես կարծում։ Չէ, միանշանակ տենց եմ կարծում եմ, որ սա ռազմավարական նշանակություն ունի մեր այս ոլորտը եւ նաեւ ոնց որ ինչեւ այդ նշեցի, այո, մենք չունենք մեծ հնարավորություններ սկսած բնական ռեսուրսներից եւ բաներից, չունենք ծով, բայց ունենք այն ինչ ունենք։ Սևան ունենք։ Հա, ունենք Սևան, որը երբ շատ ժամանակ կոչում ենք մեր հայկական ծովը, բայց ունենք ոնց որ իշխանը շատ լավ նշեց մարդկային ռեսուրս, այդ բառը մի քիչ չեմ սիրում, բայց մարդկային կապիտալ, որը որ մեր հաջողությունների գրավականն է։ Ինչը վերաբերվում է ոլորտին, այո, Սովետ միության քանդվելուց հետո, երբ որ այդ ոլորտը կայացել էր, շատ դժվար պահ էր, տարիներ էր, որ կարողանայինք այդ ոլորտը էլի ոտքի կանգնացնել։ Ну հա, ես հպարտությամբ կարամ ասեմ, որ ես եղել եմ այդ սկզբունքային այդ ակունքներում 30 տարի այս ոլորտում եմ։ Ոլորտը ձևափոխվել է։ Վերջի մի քանի տարվա ընթացքում, 2-3 տարվա ընթացքում այն ձևափոխումները եւ այն մարտահրավերները, որ նետվեց ոլորտի առջև, շատ լուրջ էին եւ մինչեւ այսօրս լուրջ են, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա թևաթափ լինենք ու ասենք, դե ոնց ընթանում է, թող ընթանա, չէ, մենք պետքա կարողանանք շատ արագ adaptive գործողություններով գտնել մեր սենց ասած դերը այս վերափոխումների մեջ եւ ճիշտ փոխակերպելով թե բիզնեսը, թե գաղափարը, թե հմտությունները, թե ուսումը ադապտացիա լինենք այսօրվա մեր ռեալ կյանքին եւ եւս շարունակենք ոլորտի զարգացումը։ Ну, երևի պարզ է ինչի մասին է խոսքը գնում, բայց չի վախենալ AI-ից։ AI-ին պետք է օգտագործել։ AI-ին հարցրել ենք, ինքը ուզում է թե չէ հարցը։ Հռետորական էր հարցը, հռետորական էր։ Որ հարցնենք խափելու է։ Հաստատ։ Կամ ասելու են ինչ որ մենք ենք ուզում լսենք։ Իրականում զարմանալի չի այստեղ եւս մեկ անգամ, որ ես ու Արսեն բավականին համահունչ ենք այս տեսլականի հետ կապված, ես միանշանակ կիսում եմ այդ գաղափարը, որ մարդկային կապիտալի մեջ է մեր ապագան ու անհամեստություն թող չհնչի, բայց մենք տաղանդավոր ազգ ենք, իրոք շատ տաղանդավոր ազգ ենք, ու ինչն է մեզ այդքան տաղանդավոր սարքում, երկու հատկանիշ կարծում եմ, առաջինը այդ հետաքրասիրությունը եւ երկրորդը ալարկոտությունը։ Երբ որ հետաքրասիրությունը միաձուլում ես ալարկոտության հետ, դա բերում է հիասքանչ բաների, որովհետեւ դու անդադ քեզ հարց ես տալիս, հա, այսինքն, հա, բայց ինչ կներ, որ այս ճանապարհով չգնայի երկար, այ ավելի կարճ, ու այդ արդեն հետաքրասիրությունն է, եւ այդտեղ դու ալարում ես ուղղակի երկար ճանապարհով գտնես ու սկսում ես լուծումներ գտնել։ Եվ այդ առումով ես շատ հավատում եմ, որ առաջիկա մի 10-20 տարի էլ դեռ գերակա զարգացող տնտեսական ճյուղ լինելու Հայաստանում IT-ին։ Եթե մի փոքր ավելի պրագմատիկ նայենք այս հարցին ու մի քիչ էլ ճիշտ միգուցե տեղը չի, բայց քաղաքականությունից խոսանք, նաև մեծ վստահություն է տալիս նաև հայ-ամերիկյան հարաբերությունների այսպիսի վերջերիս մերձեցումը,
էլ ավելի մերձեցում է, միշտ ենք մերձավոր եղել, բայց էլ ավելի մերձացան այս վերջերս հարաբերությունները եւ ակնկալում եմ, որ ապագայում, մոտ ապագայում 26-27 թվականներ մենք կտեսնենք էլ ավելի շատ միջազգային կազմակերպություններ, որ արդեն կդիտարկեն Հայաստանը որպես շատ հետաքրքիր IT TT կլաստեր, որտեղ կարելի է զարգանալ եւ տնտեսություն վարել։ Ինչու՞ չէ նաեւ շատ տեսնում եմ, որ կառավարությունը այս պայդրության բավականին պրոակտիվ կերպով դիտարկելով TT-ն որպես գերակա զարգացող տնտեսական ճյուղ, տեսնում եմ ներդրում է կատարում ոնց Արսենը ասաց օրենսգծերի միջոցով ներդրում է կատարում թեկուս հետադարձ կապ հարցնելով, հա, TT ոլորտին եւ դա բավականին խոստումնալից է եւ նայում ենք դեպի պայծառ ապագա։ Այ նշեցիր Ամերիկայի դերը, երբ որ միջ այդ խոսում էիր մշակույթի մասին, հա, աշխատանքային նաև Վրաստանի հետ էիք համեմատում եւ այլն, հետաքրքիր է, որ քանի որ մեր տեխնոլոգիական ոլորտը շատ մեծ ազդեցություն է ունեցել ամերիկյան մշակույթը մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, բավականին ոնց որ ամերիկյան ոճ է աշխատելու այս ոլորտում, քան օրինակ եվրոպական, որոնք որ այդ ժամը 5-ին փակում են համակարգիչը կամ 2 ժամանոց լանչեր են անում, 4 օր են աշխատում։ Ֆրանսիացի, այս վերջերս 4 օր են աշխատում։ Տեսա, որ բոլորը լանչին գինի էին խմում Ֆրանսիայում, ու մի բաժակ չէ, մի 2-3 բաժակ, բայց այսինքն այդ American Dream հասկացողության պես, այսինքն մարդիկ գալիս են, աշխատում են, բավականին աշխատասեր են, երկար են մնում, ինչը իհարկե մեկ-մեկ այլ խնդիրներ առաջացնում մասնավորապես անձնական կյանքում, բայց ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը հետեւյալի շուրջ։ Հիմա շատ հաճախ, հատկապես իշխանին կուզեմ լսեմ այստեղ, քանի որ դու հենց ՄՌԿ ղեկավարն ես եւ հենց մարդկային կապիտալի հետ մարդկանց հետ ես շատ աշխատում, շատերը հիմա անհանգստացած են, որ հենց մեր ոլորտում, որ արհեստական բանականությունը եկավ եւ հիմա բոլորիս կյանքում կա, ոչ միայն մեր ոլորտի, այլ ընդհանրապես դասատ ուսուցիչներից սկսած, վերջը բժիշկներից եւ այլ մասնագետներից, որ հիմա մենք շուտով կմնանք գործազուրկ, հատկապես այդ սկսնակ ծրագրավորողները, որոնք որ անում են ավելի հեշտ գործառույթներ։ Այ դու որպես մեծ ընկերության տեխնոլոգիական ՄՌԿ ղեկավար, ինչ ես կարծում, կա տեղ անհանգստանալու թե ոչ։ Անհանգստանալու բան միանշանակ կա, ոնց ասացի, մենք ունենք մեր այդ գենի մեջ ունենք այդ ալարկոտությունը, ու երբ որ այդ ալարկոտությունը ինքը արտահայտվում է սովորելու մեջ, այսինքն մարդ ալարում է սովորի, չի ուզում սովորի, այդտեղ սկսում են խնդիրները։ Անկեղծ ես շատ տրիվիալ կգտնվեմ եւ կկրկնվեմ, կարծում եմ, ինչը որ մեր գործընկերները դե ոլորտում 1500 անգամ արդեն ասել են, բայց միևս մեկ անգամ արդ օգտագործելով ասենք, որ արհեստական բանականությունը փոխարինելու է այն մարդկանց, ովքեր որ չեն օգտագործում արհեստական բանականություն, եւ այդտեղ պատմությունը ավարտվում է։ Միանշանակ դա տենց է լինելու առաջիկա 10 տարին, ես հաստատ կարող եմ ասել, որ դա այդպես է լինելու։ Այսինքն, եթե դու ուզում ես լինես շուկայական, եթե դու ուզում ես լինես պահանջված մասնագետ մրցունակ շուկայում, դու պետքա կարողանաս օգտագործել արհեստական բանականությունը ի օգուտ քեզ, իշա քեզ։ Բնականաբար, եթե իշա քեզ օգտագործես, մի բան էլ ոնց որ ասում եմ կազմակերպությունն ինչ որ առումով կշահի ու այդուհանդերձ գործ ունենալով մեծ քանակությամբ ավելի մարդկանց հետ ու լսելով տարբեր մարդկանց կարծիքներ, ես այո տեսնում եմ բավական համառ մարդկանց, ովքեր որ ասում են, չէ, ես չեմ ուզում սովորեմ, ես ուզում եմ միայն սա անեմ, ես սա եմ սիրում եւ ես սա եմ ուզում անեմ։ Ես միանշանակ կողմնակից եմ, որ մարդ անի այն ինչ որ ինքը սիրում է, բայց ըստեղ տեսնում եմ մի փոքր այդ ադապտացման խնդիրները, ոնց Արսենը ասաց, այ սերդ միշտ պետքա փորձես զուգորդել ադապտացվելու ունակությամբ, ու եթե դու ինչ-որ մի բան սիրում ես ու անընդհատ ֆիքսված ես դրա վրա, այդտեղ շատ մեծ հավանականություն կա լճացման։ Այս պարագայում կարծում եմ այդ մի փոքր այդ ռիսկը կա։ Նույնիսկ սկսնակ մասնագետները, հա, կարծում եմ այդտեղ մի փոքր թյուր ինֆորմացիա կա։ Ոչ թե արհեստական բանականությունը ունակա փոխարինելու սկսնակ մասնագետներին,
այլ ինքը ունակ է փոխարինելու այն սկսնակ մասնագետներին, որոնք որ հավելյալ արժեք չեն կարող կազմակերպությանը տալ։ Օրինակ մենք պատրաստ չենք փոխարինել արհեստական բանականությամբ այն սկսնակ մասնագետին, ով որ հիասքանչ փայլուն անգլերեն է խոսում, հիասքանչ փափուկ հմտություններ ունի ու կարողանում է անենց անի, որ ինքը հաճախորդի հետ խոսում է, որ հաճախորդին իրանով է արդեն անում։ Ինքը ընտիր կարողանում է իր հարաբերությունները ներսում կառուցի եւ բոլորը իր հետ ուզում են աշխատեն։ Մենք պատրաստ չենք այդպես մարդուց հրաժարվել, բայց բնականաբար, երբ որ մարդը գալիս է ու միակ բանը, որ ինքը կարում է տա այսօր, այս պայդրությամբ, դա նա է, որ տեխնիկական գիտելիքներս տամ, կոդս գրեմ ու գնամ տուն, արդեն ոնց որ թե դա այդքան էլ բավարար չի։ Շատ լավ նշեցիր փափուկ հմտությունների կարևորության մասին, ամբողջությամբ կիսում եմ քո կարծիքը, որովհետև մեզ հիմա նաև մի խմբի երիտասարդներ են, հա, մեզ լսում, այո, մենք այն երկիրն ենք, որը չի կարող իրեն թույլ տալ, ուղղակի ունենալ այդպես բազմաթիվ ծրագրավորողներ, մենակ ովքեր միայն գիտեն կոդ գրել, շատ կարևոր է այդ հավելյալ արժեքը ստեղծել, թե ընկերությանը եւ թե հենց անձամբ քեզ համար, քո շրջապատի համար, շատ կարդալ, շատ փորձել այդ հաղորդակցման հմտություն։ Օրինակ ես երբ որ համասամ սովորում, ես հիշում եմ մեզ ամենաքիչը որ սովորեցնում էին, դա հաղորդակցման հմտություններն է, որ այս բանին ամենաշատն է հենց ինձ պետք աշխատանքից մեջ ու ես վստահ եմ շատերին, այսինքն թե ինքը ոնց է հաղորդակցում իր թիմի հետ, ոնց է հաղորդակցում արդեն թիմից դուրս արտաքին աշխարհի կլիենտների, գործընկերների հետ, այդ են հմտություններն են, որտեղ շատ մեծ ներդրում հիմա պետք է արվի, ամբողջությամբ համաձայն եմ ու դա հաստատ ոչ մի բանականություն կլինի արհեստական թե ոչ արհեստական չի փոխարինի։ Հիմա մի փոքր էլ անցնենք մեր չեմ կարող շրջանցել այն փաստը, որ դատարանը իդեմս Արսենի հանդիսանում նաև ԱՏԶՄ մեր միության խորհրդի անդամ, արդեն կարծեմ երկրորդ տարին է, երրորդ վերընտրվում է համայնքի կողմից, ինչը նշանակում է, որ համայնքը մեր 260 արդեն անդամները, այսպես ասած, իրենց ձայնը տալիս են քեզ, որպեսզի պաշտպանես համայնքի շահերը, զարգացնես մեր ոլորտի, ինչ որ ներկայացնես ԱՏԶՄ-ն տարբեր աշխատանքային խմբերում եւ այլն, կուզեմ մի փոքր խոսեք ինչն է այդ փորձառության մասին, որպես ԱՏԶՄ խորհրդում միությունում կարող ենք սկսել տեղից, ընդհանրապես միությունը ինչով է կարևոր ու ինչ է հիմա անում Հայաստանում եւ հենց խորհրդի դերը որպես խորհուրդ ինչ է անում։ Ես մի թեթև անդրադարձ անեմ նախորդ հարցին, ինչը վերաբերվում էր մարդկային ռեսուրսների փոխարինումը, այդ արհեստական բանականություն, այստեղ ամբողջ բանը հենց արհեստականի մեջ է։ Ինչը որ արհեստական է, դա բնականից ծնված ինչ-որ մի բան է։ Եվ այո, այսօր մենք ունենք շատ լուրջ մարտահրավեր ու ես միշտ տարբեր հարցազրույցներում, տարբեր զրույցներում միշտ ասել եմ միայն ծրագրավորման լեզու իմանալը եւ ծրագրավորման ասենք տարաճանաչ լինելը դա չի թույլ տալիս քեզ կոչել մասնագետ ինքդ քեզ որովհետեւ աշխարհը փոխվել է իմ համոզմամբ ծրագրավորումը այո դա ինչ որ մեծ sense մի ոլորտ է մի ինչ որ sense դոմեյն է որտեղ որ մարդիկ սովորում են ներուժ են դնում բան այս կոմենտում բայց ծրագրավորումը ի վերջո դա գործիք է որը որ նպաստում է նրան որ դու կոնկրետ ինչ որ մի ուղղությունում բարելավում ես ինչ որ մի բան կլինի դա բիզնես process-ներ կլինի դա հաճախորդի հնարավորին տալ ասենք հնարավորություն հեշտությամբ եւ ավելի հմուտ ձևով գտնել այն ինչը որ իրան պետք է բայց ծրագրավորումը դա գործիք է եւ իմ համոզմամբ մենք այսօր պետք է ֆոկուսը դնենք սկսած մեր կրթությունից նրա վրա որ մենք կերտենք մասնագետներ կլինի դա բիոտեխնոլոգիաների մեջ կլինի դա ֆինանսական ասենք ոլորտում կլինի դա նույն ասենք առևտրում թե туриզմում մասնագետ որը որ կկարողանա ճիշտ ձևով հասկանալ թե ինչ է պետք որ այդ ոլորտը կամ այդ ճյուղը զարգացնել եւ այդ ինչ է պետքը կարողանա արհեստական բանականության միջոցով եւ իր
բնական բանականության միջոցով կիրառել, օգտագործել եւ ամենակարևորը ոնց որ իշխանը նշեց նաեւ, այո, մարդկային այդ soft skill-երը կիրառելով կարողանա, ասենք, այդ ամեն ինչը առաջ տանել, որովհետեւ եթե դու այդ soft skill-երը չունենաս, դժվար է լինելու աշխատանքի ընթացքում։ Դեպքում տարբերությունը քո եւ արհեստական բանականության համարը չկա։ Ընդհանրապես այդ բանականություն ասվածը ինձ թվում է մի շատ ճոխ է, բանականություն չի, ինքը ուրիշ բան է, հաստատ որ բանականություն չի։ Հիմա OpenAI-ում լսում ենք քեզ ու սենց ասում են լավ։ Մեր ստեղծածն է, մենք էլ պետքա դրա տակից ինչ-որ ձևով դուրս գանք, հիմա մեր բանականությունը աշխատացնելով դուրս ենք գալիս։ Ինչը վերաբերվում է ԱՏԶՄ-ին եւ ԱՏԶՄ-ի դերը, ես կասեմ, որ ԱՏԶՄ-ն արդեն 25 տարեկան է։ 25 տարվա ընթացքում ոնց որ ես մի քիչ նմանացնում եմ դատարտին, մենք տես մի հատ բան ունեինք, երբ որ մենք սկսեցինք 4 հոգով։ Հետո աճեցինք, մեծացանք, 4 տարվա ընթացքում դառանք 400 ու դա մեր մոտ մի հատ այնց սիրուն գրված էր 4 հոգով 4 տարում 400 Սկայական աճ լուրջ աճ էր ու նաև նույնը ես վերագրում եմ ԱՏԶՄ-ին կառույց, որը որ ստեղծվել էր տեխնոլոգիական ոլորտը առաջ տանելու Հայաստանը լավ պոզիցիաներում ներկայացնելու արտաքինին եւ ներքինում եւ հետը միասին տարբեր լուրջ պրոյեկտներ սկսած Արմատից վերջացրած ասենք իրական դպրոց եւ մնացած ամեն ինչը որը որ դա նաեւ ազգանվեր ինչ որ գործ էր ու այսօր ԱՏԶՄ-ի դերը մեր ոլորտում եւ մեր համայնքում շատ լուրջ է որովհետեւ մենք ունենք 260 անդամ եւ ավել կազմակերպություններ եւ այդ թիվը տարի-տարվա վրա աճում է եւ աճում է ոչ թե նրա համար որ մենք տենց սիրուն ենք կամ ինչ որ բան ենք, այլ մենք իրականում հզոր ենք եւ մեր հետ լինելը նաեւ թույլ է տալի շատերին լինել այս համայնքում եւ շատ խնդիրներ բարձրաձայնել սկսած կառավարության մակարդակով, պետության մակարդակով, հանրության մակարդակով եւ տալ այդ խնդիրներին լուծում։ Մենք կարողանում ենք դա անել ԱՏԶՄ-ով։ Եվ կարևորագույն դերը նաեւ նա է, որ ԱՏԶՄ-ն մեծ ներդրում է անում այդ սկսնակ մասնագետների վերապատրաստման եւ բերելու դեպի ոլորտ։ Դա Արմատի միջոցով, որ երեխաները մանկուց ինժինիրինգի մեջ արդեն քայլ են անում եւ ընտրում են իրանց ճանապարհը այդ ուղով։ Իշխանը շատ լավ ասեց, պարտադրողաբար չես կարող ինչ-որ մեկին ասես, որ դա սիրի։ Մարդ հանում է մի բանը շատ լավ, երբ որ դա սիրում է։ Ու եթե դու սիրում ես դա, ու եթե քեզ մանկուց ցույց են տալիս եւ դու սիրահարվում ես դրան, դա ամենակարևոր բանն է։ Եվ այդ Արմատի զարգացումը եւ այդ գաղափարը, որը որ դրվել է ի սկզբանե ԱՏԶՄ-ում, դա էլ է շատ լուրջ։ ԱՏԶՄ-ն այսօր բավականին լուրջ հարթակ է, որտեղ որ մենք ունենք խորհուրդը իրականում դա ես ուզում եմ այդ բանն էլ ասեմ, որ միանձնյա ոչ մի որոշում ԱՏԶՄ-ում չի ընդունվում։ Ցանկացած որոշում ընդունվում է խորհրդի միջոցով։ Խորհուրդը ձևավորվել է ընտրության միջոցով։ Ընտրությունը կատարվել է 200 եւ ավել կազմակերպությունների միջոցով։ Կոպիտ ասած, մենք ոնց որ մի հատ պարլամենտ լինենք, որը որ մեր ոլորտի մանդատը։ Այո, մեր ոլորտի անդամների եւ կազմակերպություններն եթե բազմապատկենք համապատասխան քանակի, ստացվում է մենք բավականին լուրջ ուժ ենք։ Եվ այդ մանդատը ունենք կոնկրետ տեխնոլոգիական ոլորտում կոնկրետ ինչ-որ մի դա կլինի օրենսդրական փոփոխություն, դա կլինի օրենսդրական ինչ-որ մի բան ներկայացնել եւ մեր կարծիքը հայտնել, որովհետեւ մենք չենք գործում որպես անհատ ամեն մեկս իր կամպանիայի շահերը առաջ տանելու, այլ մենք գործում ենք որպես մեր ընդհանուր ոլորտի շահերը առաջ տանելու։ Եվ դա մեր մոտ շատ լավ է ստացվում։ Ու նաեւ ասեմ հանրությանը, որ միշտ չի որ ամեն հարցում մենք
համահունչ ենք լինում ու միակարծիք ենք լինում։ Խորհրդի նիստերը բաց են, դուք կարող եք մտնել, տեսնել, դա ձայնագրվում է, դեպքեր կան, որ մի որոշումը կարող է 3-4 նիստ լինի, որ մենք գանք այդ որոշման։ Շատ բանը չկարելի է վիդեոները ձեր նայել, կռիվներ անում եք այնտեղ, թե չեք անում։ Երկու բառով ես հավելեմ, իրականում ԱՏԶՄ-ին շատ մեծ շնորհակալություն, որովհետև համայնքը զորավոր է ու գնալով ավելի եք զորանում ու այդ իրականում շատ նկատվում է ու ահագին միշտ գեղեցիկ է, երբ որ դու տեսնում ես, որ հստակ քայլեր են արվում։ Այդ քայլերը կարող են սխալ լինել, այդ քայլերը կարող են ճիշտ լինել, բայց շատ կարևոր է, որ քայլերը արվում են։ Ոչ թե ընդհանրապես բառերի վրա եք ուղղակի խոսում, այլ միշտ ինչ որ գործողություն անում եք ու շատ կարևոր է մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից արմատը միանշանակ այստեղ ոչ մի երկրորդ կարծիք չի կարող լինել։ Սա ոչ թե ուղղակի ապագա սերունդն ենք մենք կրթում, այլ այս շատ ապագա սերունդն ենք մենք կրթում, այսինքն այդտեղ գալիս են 11, 12, 13 տարեկան երեխաներ ու իրանք արդեն սովորում են ինչ է IT-ին, իրանք տեսնում են դրա մեջ ապագա, իրանք տեսնում են թե ոնց կարան դա հետագայում օգտագործեն, մարդիկ երեխաները ռոբոտներ են սարքում, հա, ես երանի կտայի, թե իմ սերունդի ժամանակ, իմ մանկության ժամանակ ես կարողանայի ռոբոտ տեսնեի, այդ երանի կտայի, բայց որ մի հատ էլ կարողանայի սարքեի, միգուցե մենք հիմա այստեղ նստած չլինեինք։ Այդ առումով եւ BBC-ում եւ CNN-ում հարցազրույց տայր։ Ահա, ուսամ բայց էլի քեզ։ Եվ այդ առումով նաեւ մյուս նախաձեռնությունները մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից թե Թումոյի նախաձեռնությունը, թե այն ինչ որ անում է Teach for Armenian, այդ բավականին ողջունելի են։ Էլի մենք ինչ գործ ունենք, մենք ինչի հետ գործ ունենք, մենք գործ ունենք համայնքային մտածողության հետ, մենք գործ ունենք նրա հետ, որ մարդիկ հավաքվեցին, ստեղծեցին համայնք եւ այդ համայնքը ծառայեցնում են իշա արդեն հասարակությանը։ Ինչքան էլ մենք իդեալական կրթություն ունենանք, ինչքան էլ մենք իդեալական կառավարություն ունենանք, հա, իդեալական կառավարություններ, կրթություններ ոչ մի երկրում չկան, բայց ինչքան էլ դա լինի, մեկը այդ համայնքի ներդրումը եւ համայնքի այդ ուժը երբեք դու չես կարող երկրորդ պլան դնել։ Ինքը միշտ առաջնային է, որտեղ ինքը միշտ կարող է այդ հավելյալ արժեքը տա։ Շատ լավ ասցիր, համայնքը զորեղ է եւ զորավոր։ Մենք շատ հաճախ դա զգում ենք էլի ԱՏԶՄ-ի թիմում եւ արդեն մարդկանց նաեւ անդամներով, հատկապես երբ որ հավաքվում ենք, ինչ որ հարցի շուրջ քննարկվում է եւ նաեւ լուծվում է այդ հարցը, այդ բան հասկանում ես, թե մի հոգի կարա լուծի այսքան, իսկ 260 ընկերություններ անգամ, եթե գումարային հաշվենք նաև թե ինչքան հազար մարդ է աշխատում այդ 260 ընկերությունում, իսկապես ես մի քիչ սկեպտիկ այդտեղ բան անեմ, 260 ընկերություն, որը որ դες վերջերս եղավ տվյալներ, որ հայաստանյան GDP-ում IT-ն կազմում է մոտավորապես մինչև 7%, 6%։ Հիմա եթե դա էքստրապոլյացիա անենք ԱՏԶՄ-ի եւ ԱՏԶՄ-ի անդամների, այդ GDP-ի ստեղծող կազմակերպությունները ԱՏԶՄ-ում կազմում են 80%։ Եվ դա բավականին լուրջ ուժ է։ Ժամանակին կարող է մեր այդ հաշվի չնստեին, մեզ չլսեին, բայց հիմա մեզ լսում են, մեր խորհուրդները ընդունում են, համադրելով այդ թվերը եւ հետնել միասին ամեն լսելուց հետո, ամեն խորհուրդ տալուց հետո, ամեն կոլաբորացիայից հետո գալիս ենք մի ինչ-որ ընդհանուր գաղափարի, ու կարող է միշտ չեն գալի ընդհանուր գաղափարի, բայց միշտ լսացնել ենք տալիս։ Ու շատ մեծ արտոնություն ունենք, այնց ռուսերեն բան կա, չէ, ասում են, я же говорил, տեղն եկած ժամանակ ասում ենք, բա որ մենք ասում էինք։ Լավ կլինի քիչ լինի տենց առիթներ, բայց շատ ցանկալի է որ քիչ լինի, բայց ասեմ որ գնալով քչանում է։ Շատ լավ։ Իրականում հետաքրքիր է շատ խոսել ու կարող ենք դեռ երկար խոսել, բայց ունենք ֆիքսված եթերաժամ ցավոք։ Ամփոփելով կարող եմ մի բան ասել, դատարտի պես ընկերությունները իմ կարծիքով ու Հայաստանը
իրոք օգնում են դիրքավորել որպես տեխնոլոգիական հանգույց, hub, մենք նաև անգլերեն անվանում ենք powerhouse, որ այստեղ կան դատարտի պես հսկա, թեք հսկաներ, որոնք որ ցույց են տալի արդյունք, հավելյալ արժեք են ստեղծում այս երկրի համար եւ ուշադրություն են գրավում ամբողջ աշխարհի կողմից դեպի Հայաստան ու նաեւ դեպի տարածաշրջան ձեր դեպքում։ Շնորհակալություն այսօր այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։